միջոցառման արդյունքները։ Պարոն քաղաքապետ, խնդրեմ հիմա ներբեռնվի տեսանյութը, ամսի 18-ին Երևանի քաղաքապետարանը Green բնապահպանական կազմակերպության հետ համատեղ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մեկտեղելով երկրի օրվան նվիրված միջոցառումները եւ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Հրազդանի կիրճում կազմակերպել էր շաբաթօրյակ, որին մասնակցում էին շուրջ 350 Երևան քաղաքապետարանի աշխատակիցներ, վարչական շրջանների եւ ենթակառույցների, ինչպես նաեւ մի շարք Green կազմակերպության կամավորներ։ Տարածքում շուրջ 5 կիլոմետր շարավղով իրականացվել են մաքրման աշխատանքներ, նաեւ նշեմ, որ այս մաքրման աշխատանքները սովորական շաբաթօրյակներից տարբերվում էին նրանով, որ նաեւ կար խնդիր տեսակավորելու հավաքվող աղբը, տեղում ներկայացված էին նաեւ վերամշակված թափոններից պատրաստված արվեստի գործեր, կար կրթական զոնա եւ նաեւ միջոցառման ավարտին ակտիվ քաղաքացի հարթակով ակտիվություն դրսևորած թե քաղաքացիների, թե քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրման արարողություններ իրականացված եւ այնուհետեւ շարունակել են աշխատանքները Դավիթ անհաղթ զբոսայգում, որի ուրեմն վերանորոգումից հետո այնտեղ այդ օրը տնկվեց ավելի քան 150 ծառ եւ նաեւ բազմաթիվ թփեր, այս աշխատանքները իրականացրեցինք մեր միջազգային գործընկերների եւ դեսպանների ակտիվ մասնակցությամբ։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, մեր ակտիվ քաղաքացիներից մեկը, որ շնորհակալագիր էր ստանում, վերջում ինձ մոտեցավ եւ ասեց, իսկ ինձ թվում էր, որ դուք ավելի շատ տենց նյարդայնանում եւ բարկանում եք, երբ որ մենք շատ ենք հայտեր տալիս ակտիվ քաղաքացիով, ես ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր որ ակտիվ քաղաքացիով հայտեր են տալիս, մենք միայն ուրախ ենք, որ դուք ակտիվ եք, մասնակցում եք քաղաքի կառավարմանը, մատնանշում եք այն խնդիրները, որոնք որ կան քաղաքում եւ մեծ սիրով եւ մեծ հաճույքով մենք էլ դրանք լուծում ենք եւ նաեւ ակնկալում ենք, որ դուք չնայած կարող է մարդիկ կան, ովքեր որ շատ ուրախ չեն, բայց ես շատ ուրախ եմ, խնդրում եմ մաքսիմալ ակտիվ եղեք։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, պարոն Սարգսյան, խնդրում եմ ներկայացնել